Հովանավանքի դպիրն եք։ Այո։ Ներկան եք։ Անունս Ռաֆայել է։ Ռաֆայել։ Այո։ Ձեր ատուն թույլ է տալիս արդյոք եկեղեցին նման գործունեություն։ Գիտեք, Սազական է արդյոք այսպես ձևակերպեմ հարցը։ նայեք, եթե այսպես մեկնաբանեմ, կենտրոնանում են կոնկրետ իմ տատուի վերաբերյալ, նշեմ, որ 2020 թվականից հետո թե ինչ եմ եկեղեցուց դուրս եկել, դա Կտրիչ Ներսիսյանին հարցրեք։ Եվ ես եկեղեցից դուրս եմ եկել եւ տվյալ հոգեվորականները ես միջև այդ ձեռնադրված եմ եղել ու տվյալ հոգեվորականները իրենց վարքով նպաստել են, որպեսզի ես ետ վերադառնամ ու ապաշխարեմ դեպի եկեղեցին վերադառնամ։ Երբեք դուրս եկել, երբեք վերադարձել, մի փոքր մանրամասն։ Դուրս եմ եկել 2020 թվականին։ Տեսեք, դուք ասում եք նախքին հոգեվորական եք, բայց կարգալույծ եղած Սարգսակի հետ եք։ Նայեք, Պատարակմատություն։ դա ում հետ եք։ Քահանայիններից։ Քահանը կարգալույծ եղած չի, որովհետև Ստեփան ոչ, Տեր Արամն է, նախ առաջին Տեր Արամն է, խնդրում եմ, եկեք ճիշտ արտահայտվենք եւ Կտրիչ Ներսիսյանը, քանի որ ինքը իրեն հենց կարգալույծ իր գործելակերպն է արդեն իրան կարգալույծության հասցրել, իսկ կարգալույծության իրեն հասցրած անձը չի կարող անօրինաբար կարգալույծ անել հոգեվորականներին, ովքեր որ խոսում են ճշմարտությունից։ Դուք Մայրաթորի հետ նույն կարծիքը չեք կիսում։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանի հետ նույն կարծիքը կիսում։ Այո։ Դրա համար եք եկել աջակցելու։ Դուք Էջմիածնից։ Ես Էջմիածնից չեմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից եմ եւ եկել եմ մեր տեխնացուին Արգիշտի Մեխանյանին աջակցելու համար։ Որքանով եք ճիշտ համարում այն հանգամանքը, որ ձեր կուսակցությունը, որը նշեցիք, որ այդ կուսակցության մասն եք, մեղադրում է հոգեվորականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, բայց դուք դպիր եք եւ նշում եք, որ դուք ԿՊ անդամ եք։ Նայեք, եկեք այս sense տարբերենք հոգեվորականը, եկեք բարձրաստիճան նախարարին արձանագրենք սա, որ բարձրաստիճան հոգեվորականները նախ իրենք են ղեկավարվում Ռուսաստանի կողմից։ Իսկ ես ինձ որպես անձ եմ, հիմա որպես մարդ եմ դիտարկում։ Հայաստանի Հանրապետության Այսինքն երբ պետք է որպես հոգեվորական եք դիտարկում, երբ պետք է որպես առանձին անհատ։ Խնդրում եմ, խոսքս մի ընդհատեք։ Նայեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի ընտրելու։ Ու ցանկացած հոգեվորական ունի ընտրելու իրավունք։ Ներքին ընտրությունները դուք այս համայնքից ոչ միայն, քարոզաշավը իրականացվում է համայնքի ժողովրդի համար, իսկ ես կուսակցության մաս եմ կազմում։ Այսինքն կուսակցական եք։ Այո, ես կուսակցական եմ։ Ու եկեղեցին նորմալ է դա ընդունում։ Այո, լրատվամիջոցներում տարածվել էր կեղծ դպիր արտահայտությունը, ժողովուրդ։ Եկեք մի բան արձանագրենք, որ քահանան իրավունք ունի թույլ տալու, որպեսզի երեխան կամ ինչ որ մեկը շապիկ հագնի։ Դա կեղծ դպիր չի։ Եթե մենք այդպես այս ամեն ինչին այդպես վերաբերվենք, մենք ուղղակի եկեղեցուն ծառայող չենք ունենա, սպասավոր չենք ունենա։ Բոլոր սպասավորները այդպիսին են եկեղեցու։ Բոլորը ոչ, բայց ձեռնադրվածները չենք ունենա, այո, չենք ունենա, որովհետև շատ քիչ են ձեռնադրված դպիրները եւ սարկավագները։ Դուք կանանք դիտարկենք Մայրաթորը, բայց Մայրաթորի խորանում միայն սարկավագներ են ծառայում։ Դպիրները իրավունք չունեն ծառայելու։ Հիմա առաջիկայում, որը հենց այս հրապարակում հոգևոր հավաք կազմակերպի, եւս աջակցելու եք։ Գիտեք, ձեր հարցը շատ պրովոկացիոն է ու չեմ ուզենա ուղղակի։ Առաջ մեղադրում եք եկեղեցուն, ինչ կա պրովոկացիա։ Նայեք, դա կոնկրետ ձեր կարծիքն է։ Ես նման բան իմ հայտարարությունն է, դա իմ սեփական կարծիքն է։ Դուք մեզ ասում եք, որ պետք է Ստեփան Ասատրյանին դիմել Տեր Արամ, բայց մեզ ասում եք, որ կաթողիկոսին գործող ամենայն հայոց դիմում եք Կտրիչ Ներսիսյան։ Այդ դեպքում ո՞նց եք ասում, որ իմ կարծիքն է։ Նայեք, Գարեգին